Naturally. Գրիգոր Հյուստոն։ Նստած հացուսող կուդեմ մեկ է շրախ։ Ամենապանիկյորը։ Մեզ ջան, ոնց է ցավը տան։ Շող գոքորնեն։ Գոքորեսիմ յարմեն։ Այս ոտայից է կարը բեղա տնի։ Ով է, մադեք։ Անչու։ Զովունի մեր հնարավորությունն է, իննած։ Դրախտի արման սայգեին վերին, անմահակամ նեկտարում է շորթերին։ Բերի ինչի հավես ունեք։ Ողջույն բոլոր լուսավոր մարդկանց, քանի որ օրն էր լուսավոր, մեր տաղավարն էլ, մեքենան էր լուսավոր, ողջունում եմ բոլորին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեքենայում բարձր երգում են, իսկ կողքի մեքենայի պատուհանը արագ փակվում է այդ ժամանակ, ողջույն բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իրենք վատ են երգում, բայց այսօր կհամոզվեմ, որ ավելի վատ է լինում։ Այսօր մեր հյուրն է շատ մի հրաշալի ընկեր առաջին հերթին, պրոդյուսեր, դերասան, երգիչ, բանաստեղծ, շոումեն, ինչ ասեմ, ամեն ինչ, տաղանդավոր մարդ, ամեն ինչում, թե օրվա մեջ, թե կադրի ներսում, թե կադրից դուրս, մի խոսքով Տամարայի ամուսին, Ռիփսիմեի ամուսին, բազմաթիվ երեխաների հայր, կեսնել հələ երևի չի էլ ասել, մեր այսօրվա հյուրն է շատ սիրված դերասան, լավ ընկեր Գրիգոր Դանելյանը։ Բարով, Պաչիկով, չգիտեմ, որ մենք մոտիկոտ բաներ ունենք, երեխա ժամանակից Պաչիկով եմ, ես ձեր հետ է Գրիգոր ջան։ Սցենարիստ։ Ախր ես դրանից եմ սկսել, ոնց ջան։ Դե բա ասա, Գրիգոր ջան, մի բան էլ ասի թողեմ դու էլ ասես։ Պարոն, ներվայնացնում եք դուք ինձ։ Ախր ոնց այդքան բան ես անում, Գրիգոր ջան, հազիվ ենք հիշում։ Պրոդյուսինգ, սցենար, դերասանություն, ռեժիսորություն, երգիչ։ Ռեժիսորություն չեմ զանում, չեմ։ Բայց չես էլ ուզում։ Պատկերացումներ ունեմ, ես բոլոր մասնագիտություններից իդեպ մեր սֆերայում ինչքան բան կա, այսինքն լուսային մասնագետ, օպերատոր, ռեժիսորություն եւ այլն, ամեն ինչից մոնտաժ եւ այլն, ամեն ինչից տեղյակ եմ, մոնտաժում եմ նաեւ ամեն ինչը, ճիշտ ասա, ինչ ես դու օգտագործում։ Ես օգտագործում եմ Elixir, որը օգտագործում էին ժամանակին Obelix-ն ու Asterix-ը։ Հա, այդ շատ լավ, որտեվ այդքան բանը անելը դժվար է միանգամից անել, համ էլ լինելով այդ ընթացքում լավ հայր, լավ ամուսին, դա էլ ես հասցնում անել։ Դա հասցնես, բայց կարևոր է։ Իսկ երգում ես մեքենայի մեջ։ Հա, մեկ կողքից տենում են ժողովուրդը, որ ես։ Իսկ ինչ ես երգում, ձեր երգերից ես երգում, որտեվ դուք էլ ունեք լիքը երգեր։ Մեր երգերից էլ է լինում, ասենք որ նոր է լինում, տես։ Բայց տժալով երգում ես։ Հա, մեկ կարող է տենց իսկ եթե Ռիփսիմեի հետ եմ լինում, ասենք կարող եմ միացնեմ տես տժալով երգելով գնամ, մեկը Ռիփսիմեն ասի, ախր նայում են մարդիկ, որովհետև դες պլյոնկաները որ հանել են առա դիմացի։ Ես այն հին մուկ վայբի մեջ եմ, տրամադրության մեջ։ Բան սենց ու կողքից նայում են, սենց հայացքները լինում է։ Հա։ Սիմպլ ես դու։ Որ նայում եմ օրինակ մեկ-մեկ վիդեոներ ալինում են կավենի քոթվերի, դրանից դա շատ է սիմպլ։ Իմիջիայից ովքեր չգիտեն, բոլոր մեր ընկերները, ովքեր հումորի մեջ են, նաև հումորից դուրս են, այն ջահել ժամանակից, որ պատմություններ կա, որ ասենք ուշքդ կարա գնա ավտոյի մեջ, օրինակ երթուղային տաքսով, տրանսպորտով գնացել են ուսանող տարիներին ինչ-որ տեղ, որ ճանապարհում էինք տղեկին, շատ ժամանակ տրանսպորտով Գալիս ենք, օրինակ Ռոբը, ենթադրենք գալիս էր, որ նստել մարշրուտկա գնար։ Մեր Մարտիրոսյան, հա։ Ասես դուրը բացում ենք, ասում ենք, «Պակա կյանք հասնես զանգի»։ Ու փակում է, որ դու 2001 թիվն է, պետք է դենց հասնես մարշրուտկան ուշադիր նայում, մա քեզ արա, էս ով էր նստեց մեր հետ։ Բանը դե շատ կնալ էր։ Տեղ չեն տալիս։ Լարում են մարշրուտի մեջից։ Գոգ ջան, գնանք երգենք։ Գիտեմ, որ դուք ունեք լիքը լավ երգեր, մի քանիստ էլ հանդիպել են բնականաբար բոլորից եւ շատերը կան, որ ձեր արվեստի սիրահարն են։ Գնանք քո Ռիփսիմեի երգով սկսենք։ Որը կառաջարկես երգենք։ Ես առաջարկում եմ երգենք այս մեր վերջին թողարկված երգերից, Քարի պես, այդպես է կոչվում։ Կստացի երգի համ երաժշտությունն եմ ես գրել,
համ բառերը Ֆենոմենալ արտադրություն։ Իսկ այդ viewer-ից որ փողա գոյանում, դա էլ ես դու վերջնում ինձ թվում։ Բայց եմ գրել։ Դու տանջվում են կարողացիլիկա։ Շատ լավ։ Գնանք լսենք եւ երգենք բնականաբար քարի պես երգը դուք էլ վայելեք, ու այսօր լիքը լավ երգ եք վայելելու այս տաղանդավոր մարդու հետ միասին։ Գնացինք։ Քարի պես ամուր ես երես Ես սիրում եմ քեզ ասահման Առանց քեզ չկամ արևս Ու չունի սերս ոչ մի պայման Քարի պես ամուր ես երես Հավատքով հույսով կառուցված Առանց քեզ չկամ արևս Ծով է սերս ալեկոսված Բարերը դու ես գրել։ Շատ տաղանդավոր ես դու։ Լավ չէ։ Շատ սիրել է։ Այստեղ արա ինչ ասում եմ։ Հələ Երբ նորը թվում է նորը ես ապրում եմ էլի քո սրտում Քո շպիտը ամեն օր եմ քեզ սիրահարում Քեզ ներկելով եմ իմացել թե սիրտն ինչպես է սիրուց բաբախում Ու քո դողքին եմ ապրել խաղաղ Բանը շատ լավ է գնում դեպի բանը կգնես Քարի պես ամուր ես երես Ես սիրում եմ քեզ ասահման Առանց քեզ չկամ արևս Ու չունի սերս ոչ մի պայման Քարի պես ամուր ես երես Հավատքով հույսով կառուցված Առանց քեզ չկամ արևս Ծով է սերս ալեկոսված Գոկ, առաջարկում եմ մի հատ լավ խաղ խաղանք, ես ուզում եմ ամենից ամենահումորիստը խաղանք, ընկերների մեջ կամ Armenia TV բնակիչների մեջ, ես ասեմ դու մտաբերի ու ասա ամենից ամենաները, բայց մաքսիմում անկեղծ, անկաշկանդ ասում ենք ով է, քո կարծիքով։ Փորձեմ։ Գնացինք, առաջինը, ամենահումորովը, Ամենահումորով քո համար, որ քեզ ծիծաղացնում է։ Հա, որ ինձ ծիծաղացնում է։ Ինձ կարողանում է ծիծաղացնել Ռոբը։ Բայց մի հոգու պիտի ասես։ Ռոբն է։ Ամենաշատ օրսս խրալով կարասան գնես գետնին ես բան ասի։ Ախր շատ տարբեր է։ Լավ, երկրորդ մարդը անել ես։ Կարող է խոսքի օրինակ լինի մի օր աղասը, բայց կենցաղային հումորի մեջ օրինակ որ պատմություններ պատմի ու լացես մենչն է։ Մենչը, այո։ Այսինքն 3 հոգու անուն եսի ինչի աղասնի հայտնվավ այդ թույն ցուցակում։ Աղասն է ապուշ բաները որ անում է խնդրում։ Հա, դա, չէ, աղասի իսկականից կարա խնդրեսնի, ինք ինձ յուր եղել է։ Ծնեմ է։ Գնացինք, ամենաուշացող։ Ծառուկյան։ Միրոն Ծառուկյան, այ։ Հայտնի ուշացող է։ Ինքան ուշացավ մեն հաղորդմանը յուր չեկավ։ Գնացինք, ամենապանիկյորը։ Ամենապանիկյորը, օրինակ մենչը շատ պանիկյոր է։ Հա։ Հա, ինչ առումով որ խոսքի, հա, չենք հասցնում, բայց խոսքի մի տարի կա։ Ամենահասնողը։ Որ սենց ես խնդիր կա կողքը տա վարկյանի պես։ Դե որ հենց մի բան լինի որ զանգեմ մի անգամից, կարամ զանգեմ մենչին, ասեմ սենց բան կա, ու մի որ առագի մեջ հա։ Հրաշալի։ Խորհրդակցենք ու լավ ընկեր։ Լավ ընկեր։ Գնացինք։ Ամենադինջը։ Ախպերի ինչի հավես ունեք։ Ինքը հա, այդպես մարդ։ Ա նայած տեղ, օրինակ մեր գարիկը Դինջը։ որ օրինակ բանի ժամանակ է որ ասես բոլորը սենց ակտիվ ենք, ինքը մի կողմի վրա ասած հեռախոսով նստած ինչի ավես ունեք Շոմկեքի վաղ որ ասում եմ որ այդտեղ հերվից ես նույնիսկ վիդեոներ ունեմ արած ամեն օր ստորի անում գարիկին ջղայնացավ ասած էլ չանես ինձ ստորի բայց այդ մեկը չի արադել մի արա Jesse don't existe pa դրա տակ է Ջոդասենի տակ է Վերամբաց ամենավերամբաց որ գա մի անգամից պատմի օրինակ ապա իմացար բան օրինակ հենց մի բան լինում է ով ինչ ունի սմոքին DJ սմոքը խոսքի սմոքը Սմոքն է գալիս Գրմա ապա իմացար ինչ եղավ Պատմող է բա իմացար ինչ եղավ Սմոքը հա մի անգամից առաջի ինֆորմացիան հասցնողը որ բանը Քեզ էլ իմացանք ինչ անում ենք պատմում ես տենը Շատ լավ հաջորդ ամենահարուստը Ատես չեմ կարա այս բան անեմ որ ասեմ այս մարդը Օրինակ դու ամենահարուստների մեջ մտնում ես Երևի կարող է այտենց Ո՞վ է կրում քեզ մենչը Մենչը հարուստ է այո նորմալ է Ես ուրիշ ձև կձևակերպեմ ամենա բիզնես մտածելակերպ ունեցողը Չէ դու մի փոխի դու հարուստ ես այ որ
Հա, որ խոսքի ոչինչ բանից կարաս փող սարքես։ Դա դի Դե մենչն խոսքի, հա, դու մենչ ես նեշի դու էլ Ես եմ ես ոչինչ բանից սիրում փող սարքեմ։ ամենահարուստը մենչն է ամեն դեպքում Ժորժ ջան մենչ ջան ոնց է ցավը տան Հա, դե պետք է կարանաս մեր ասպարեզում շատ կարևորը նաև տաղանդը կարողանաս վաճառես։ Մենք արձանագրեցինք որ դու տենց կոնկերների շատ սիրեցիր լիքը մարկանց Ես ընկերներին բոլորին շատ սիրում եմ։ Ես շատ սիրում եմ, բոլորը յուրահատուկ մարդիկ են։ Գոգ ջան, իսկապես։ Դե ինչ ասեմ, ընկերներ դուք իմ ջահելոների, կարոտն եմ քաշում ես ձեր բոլորի, մանկությունը նրանցավ, բայց ափսոս ուշ տարավ, այս երաս կյանքում ունեն որ գնանք, միշտ ընկերներ մնանք, արծաթն ոսկին չունի այն գինեք, Քանց ընկերոջին դե գնանք մի քիչ երկենք։ Իսկ հայկական երկարվեստից ում երկերն ես սիրում։ Օրինակ որտես հավեսով հիմա կոզանաս միասին իրարից ենք երկենք տժանք օրինակի համար։ Օրինակ ես մենք որ ասենք գնում ենք ինչ-որ մի հատ առիթի բան եւ այլն, մի հատ երգ կա, որ այդ երգը միանում է, կամ երգում է, կամ չգիտեմ, միանում է, վստահաբար բոլորը դուրս են գալի ապարելու, ինքը պարացնում է։ Ասեմ որ երկն է։ Ռնստանստանց, 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 շող-շողում, բալամ-բալամ, գոհարես իմ յարնես, շող-շողում, գոհարես իմ յարնես, շող-շողում, բալամ-բալամ, գոհարես իմ յարնես, շող-շողում, գոհարես իմ յարներ Ամեն քեզ տեսնելիս Սորս է բարի Արելանքամ կողքիդ Իսկ ու ինքը մայ Ամեն քեզ տեսնելիս Սորս է բարի Բասելամն է Երբեք չի մարի Կանչում եմ յարջան արի արի Սիրո հուրը երբեք չի մարի Կանչում եմ յարջան Շատ շուտարի Շող-շողում, շող-շողում Գոհարես իմ յարնես Շող-շողում, գոհարես իմ յարնես Իմ յարնես, շող-շողում Գոհարես իմ յարնես Շող-շողում, գոհարես իմ յարնես Գոգջան, մենք հասանք մեր հաղորդման գործընկեր Մաքսոիլ բենզալացակայան, որտեղ կլիցքավորենք մեր այս հրաշալի մեքենան։ Իմիջիայլոց, եթե տեղյակ չես, Մաքսոիլը միջազգային որակի վառելիք է բերում Հայաստան, որը Max Drive բրենդային վառելիքն է։ Ունի 4% էներգախնայողություն, ինչով է նա լավ, որ շարժիչը հակառակը ոչ թե վնասում է, այլ մի փոքր էլ բուժում է, որովհետև բավականին բարձր որակի վառելիք է ու ամենակարևորը արտանետումները մաքսիմում նվազեցրած են, որպեսզի բնությունը մաքսիմում քիչ տուժի այս վառելիքից։ Իմիջիայլոց այստեղ կա նաև շատ համեղ հոտ-դոգ 24 ժամ շաբաթը 7 օր ու կա Max Cafe, որտեղ կան շատ համով սուրճեր ու փաթեթավորումը հատուկ Իտալիայում է արվում, հատուկ Մաքսոիլի համար։ Մալաձեց, այդքան բան որ պատմեցի, Հա։ ես այդքան բանը գիտեի։ Դե լավ։ Ես անջու ասում, որովհետև ես իմ մեքենան իրականում լիսկավորում եմ Max Oil-ում։ Անկեղծ եմ ասում, այս գովազ չի։ Իմ անկեղծ կարծիքն է։ Լուրջ անկախ նրանից որ ձեր հաղորդման հովանավորն է ու մի հատ հետաքրքիր բան ասեմ, դա էլ իմացի։ Կարաս ձեր այդ գովազների մեջ Հարտման մեջ անեք։ Իրանք ունեն application, որի միջոցով ես բան եմ կուտակում։ Միավոր չէ, փող եմ կուտակում, հետո այդ օգտագործում եմ, որովհետև որ պոլնի բակ ես լցնում, միավորա ձևավորվում, գումարը շատ գումար անում, ասենք չգիտեմ 40000-ի կարող է բենզին լցնես, մենք չգիտեմ 5000 կուտակ ես բան, այս բաներ կարա լինի էլի։ Գրիգոր ջան, արեք դուք քիշես հավես վարի ես հաղորդում։ Չէ, զուտ ասում եմ, դες չի որ բան է։ Շատ ապրես, տեսեք ինչ լավ յուր գովազդ եմ անում ձեզ։ Անվճար գովազդ։ Մենք էլ քեզ էս անվճար հոտ-դոգ կյուրացինք։ Ասեմ ավելին, Max Drive եմ լցնում իմ մեքենան։ Ինքը Porsche-ները մաքրում է, էլի այդպես որ ասեմ մնաս էլի։ Դու ես բենզին քշող, դրա համար եմ ասում։
Ախպերս։ Գրիգոր ջան, մերսի շատ։ Լավ, դե ինչ տաս ինձ։ Ես ասեմ հոտ-դոգ բեր։ Մի հատ մեզ հոտ-դոգ էլի։ Տեսեք, մի անգամից արձագանքեցին, ասեցի մի հատ հոտ-դոգ մի անգամից եկավ։ Հեսա բացենք մի հատ վայելենք, հələ խնդրում եմ, էլի մի հատ այ սենց էլի նայի գոքս, որը կընտրես դու։ Փագը թե բացը։ Ես կընտրեմ այս, որովհետև էսի շատ եմ սիրում այս սրանք։ Որտեվ էդի շատ ես սիրեցի։ Շնել ես սա սիրում։ Չէ, ոչ, ես այստեղ ասել են հյուրերի հետ ոնց ասում են, տենց ես կու չէ։ Ախպերս վերցրու։ Ախպերքեր ես բանկան եմ ես։ Ես կարա միկրոֆոն ծառայի որպես։ Տարամ Դե հաղթի Ալվան ծաղիկ իմ քերին։ Նվագեմ ներս։ Գրիգոր ջան, Մաքսոյլը նաև ունի քեզ համար նվեր, հրաշալի ուրեմն այսպիսի տուփիկով, որտեղ թաքնված են լիքը հավես բաներ, պես այստեղ ունենք տերմոս, ունենք շատ հետաքրքիր բրիալոգ, որը դուրս է եկել իր տեղից, ունենք կտրոն, վառելիքի, երբ որ գազ կտաս, ամբողջ այդ կտրոնով, այնք անկրած դոլինաս ոնց ասել, հոտով ոնց որ յոլկա է, էլի։ Բանս անում, խնդրեմ։ Մերսի, այդ նվիրում եք նրա համար, որովհետև ես Չէ, բոլորին նվիրում ենք, բայց քեզ ավելի շատ պիտի նվիրենք, իսկ թվում է շուտով քո հետ կկապնվեն Մաքսոյլից ու դու կդառնաս իրենց ամբասադորը։ Խնդրեմ։ Շնորհակալություն Մաքսոյլին այս հրաշալի նվերների համար ու այսպես լավ վառելիքի համար, որ մեզ տրամադրում է։ Իսկ հիմա գնանք երգենք։ Մեր վախտով, որ մենք փոքր էինք, մենք մի հատ հարևանի տղա ունենք, ինձ համոզում էր, որ exit-ը եղիտ է։ Եղիտ։ Խաղի մեջ ասում է եղիտ արա։ Ասում եմ եղիտ չի, exit է։ Ասում է եղիտ է, հորս արավ եղիտ է։ Եղիտ արա էդի։ Plain ասում են ռլաու։ Չէ, բաբա։ Ինչ եմ ուզում ասեմ, ռլաու արա։ Ռուսական կրտը, մաքուր ռուսային կրտություն է։ Դու ռուսերեն գիտի։ Չի պատկերացնում, որ անգլերեն տարել կան։ Իսկ 2000-ականներից գոք ինչ երգա գալիս մտքիդ գիտեմ այդ թվերին։ 2000-ական թե ավելի 90-2000-ական ու հիմա օրակ առաջինը 2000-ականից դու Ես 90-ականից եմ ունդ։ Որ թիվ ես։ 93 ցավը տանեմ, բայց 94-ի Հապա ռաստամաշկ դու թվին որ 93 թիվ էր, ես այդ ժամանակ մեր Ես այդ ժամանակ արդեն 42 տարեկան։ Ես այդ ժամանակ մեր հայաթում մեր 24-ի մեջ լսում էինք կասետ ունեինք, սենց Արամ Ասատրյանի, որ էսյանից դնում էինք ֆռում էր, հետո ֆրցնում էինք, այնյանից էինք լսում, հետո ֆրցում, հետո պոկվում էր բանով, մատիտով ֆրցնում, դնում լսում էինք, այդ կասետը արդեն մեր մաշած էր, որ դու ծնվեցիր։ Հա, ուրիշ բան։ Դե Արամ Ասատրյանը այդ թվերին ինքը թոփ ա եղել, ինքն էր Դե բազմաթիվ։ Ամենահետաքրքիրը սենց էր, ինքներ ու վсё։ Հիմա հարսանիքին մտածում են, չէ՞, արա Դուբինկյանին կանչենք, թե Սարոին, կամ Ռազին կանչենք, չէ, Քելերիկին, բան։ Հա։ Այն ժամանակ սենց էր, Արամ Ասատրյանին բերենք, թե չէ։ Թե չէ։ Այդպես էր։ Դրախտի ալվան ծաղիկ էին փերին Անմարական նեկտարոնի շուրտերին Սախքանց դաշտում նորից տեսային յարին Իման նմանին գեղանի մարալին Վարդեր զանեմ մեր սիրո ճանապարհին Դրախտի մեջ շողշողում էին փերին Դրախտի անվան ծաղիկ էին փերին Անմահական նեկտար ունի շուրթերին Դրախտի անվան ծաղիկ էին փերին Անմահական նեկտար ունի շուրթերին Անցնում էի ծախրադալար բուրակով Սիրտես նիքնելը սիրո կրակով Ողջ աշխարհը թեբուզ մնա շրակով Միևնույն է աննման էին փերին Դրախտի անվան ծաղիկ էին փերին Անմահական նեկտար ունի շուրթերին Դրախտի անվան ծաղիկ էին փերին Անմահական նեկտար ունի շուրթերին Դու գիրիշտը, էսի բուզուկին է, ստեղ բանը գնաց, սինթեզատորը, հետո կլարվետը, ճոգիր, սաղ բոլոր ուզում էին այդ խմբում լնեին, դրա համար բոլոր երաժիշտները եկել են այդ բենդը 68 հոկանոց մարդ։ Ես
գժվում եմ Մուշեղի պերսոնաժի համար, դրա համար այսօր մենք որոշել ենք Մուշեղին պատկերացնենք տարբեր համաշխարհային եւ մեր հայկական ֆիլմերում, ուզում եմ քեզ նկարները ցույց տալ, դու տեսնես ու վերջում որոշես որ ֆիլմում Մուշեղը կարող էր ամենալավը ընդգրկվել։ Լավը կնստեր այդ ֆիլմի մեջ։ Այո, գնացինք առաջին նկարը։ Ջոկերում։ Ոնց նա։ Մուշեր։ Մուշերն։ Մուջերնը։ Շատ լավ է ստացվել, իրականում շատ սիմպլ է, շատ ստիլնի է։ Դա բեղը, էսի, ջոկերի էսի ու բեղը իրար հակասող բաներ են, էլի ջոկեր։ Տեսնենք հաջորդը ինչ է պատկերացրել։ Հաջորդը գնացինք։ Գրիգոր աղա, Թորիկի։ Գրիգոր աղան էլա։ Գրիգոր աղա։ Գրիգոր աղան։ Կդրավ։ Բեղը, Բեղը կդրավ։ Բեղը կդրավ։ բեղը։ Փալանը սարքեր քծեր մարքած վրա։ Գնացինք հաջորդը։ Մենք ենք մեր սարերում Սոս Սարգսյանի աննավորած կերպարը, Շերենցի հետ, Բեղենցն է, էլի, Շերենցը ու Բեղենցը։ Բեղենցը։ Բայց Շերենցն էլ է բեղով, երկուսն է բեղով իրար սազում։ Շերենցի համար են գժվում, Դու տաղանդավոր կոլորիտը։ մենք լողացող Բողը է չէ, դեսր որ չկայր։ Արա Տոմի Բեղին է։ Տոմի Բեղին է։ Լավն է, բայց էլ նա քիչ լավն է զելի օրը։ Ջերին մեծ վաղտ արա, ջերին մեծ Սա վաղտ։ նավա տամարային։ Հաջորդը։ Արա Չաղիրը, Մարգունովը, Մարգունովը արա, բայց խի Մարգունովը կարա Նիկոլին էր, Նիկոլին, բոլոր տեղերում կարար նստեր, ես ավելի շատ կուզեի օրինակ Նիկոլինի պերսոնաժին։ Մեր մանկության տանգոն։ Նստած հաց ու սոխ կուտենք։ Նստած հաց ու սոխ կուտենք, մեկ է շրախ։ Բազում են արա, էդի պապա տեսարան արա։ Ես չեմ ասա Ջորդանո Բրունո։ Օրա հզոր տեսարանն է էդի օրա հզոր։ Ոնց են, չէ։ Ասում է սաղ աշխարհը ախր բանը, գիտես ի՞նչն է հետարքիր, ես այս կինոն համել շատ էի սիրում, որովհետև սկզբից papan չէր պատկերացնում ես բանը։ Կգնաս այս ճանապարհով։ Բանում եմ որ ասում է սաղ աշխարհի վրա հերեդ է խնդացել։ Համի աշխարհին հորդ վրա կխնդացնես։ Ժեմայա ժնարացիլա, վաշովը կրակացիլա։ Չէ։ Punch Bob-ն է էսի։ Նստածելացա։ Բարոյ ախպեր։ Չոր եթերաշրջանում էր դու նստելուց Մուշեղը դզգալ թե երրորդում էր որ նստելուց է։ Punch Bob-ն է։ Օ, բանը։ Ну погоди, заяц, на, заяц. Ну, если что мы... Ну, мушех, ну погоди, Ну, погоди. та-та-тан, заяц, волк, заяц. Օ, վոլկել ունե։ Արա волк, արա, բայց Քեզ ինչ վասի։ Ուրոտ վոլկա։ Արա բեղրխան դենից գալիս էս ինչ արա, ստեպ դիներ բեղարա, ստեն, բեղի վրա։ Բեղերի զատա դունչա ու քիթ, երկու հատ քիթ ունի։ Հաջորդը։ Օ, բան, Հարսնացին Հյուսիսից։ Հարսնացին։ Ես օրինակ կուզեի Ջիգար Խանյանի դերակատարել լինեի, որովհետև ես Ջիգար Խանյանի դերում ինձ օրինակ ավելի շատ կպատի կուզեի դերը խաղայի։ Դու ալամեզոն։ Այդ բանը արա իր այդ լավ արա իսկական։ Որ նեղանում ա որ չկա։ Քերի պերսոնաժ է էլի արա։ Իսկ հիմա պետք է ընտրենք ամենալավ պերսոնաժը։ Խնդրում եմ հենց հիմա ասեք որն է ամենաստացվածը ձեր կարծիքով ու որտեղ իսկապես կուզեիք լինել։ Ես կուզեի լինել ուրեմն Հարսնացուն Հյուսիսից Ջիգար Խանյանի։ Հյուսիսից, բայց ոչ այս կերպարը։ Քերի կերպարը։ Որ քերու կերպարի մեջ դնեի, այդտեղ կուզեի լինեի։ Երկրորդը կուզեի լինեի Մեր մանկության տանգոյում Ֆրոնզիկի կերպարի մեջ եւ երրորդը Մենք ենք մեր սարը։ Էդի այսինքն 3 հայկական երևի թե ամենասիրված ազորագույն կինոներ։ Գոգ ջան, մենք ունենք մեր գործընկերների կողմից քեզ նվեր, Վեդիալկոյի կողմից այս զանգու կարմիր անապակ գինին, որը որ հրաշալի գինի է, ռեզերվ է։ Սիրով քեզ ենք ուզում նվիրել լավագույն պահերի համար։ Դու կվայելես քո ընտանիքի հետ, ընկերների հետ ում հետ որ կուզես, մեր կենացնել կխմես, որ մենք էլ կանաչ ճանապարհ ունենանք։ Վստահ եմ տունը լիքը լավ խմիչքներ ունես, ես էլ վստահաբար ոչինչով չի զիջում ամենալավ բոլորին։ Վայելեք։ Շնորհակալություն Վեդիալկոյին այս հրաշալի գինին ստեղծելու համար։ Մերսի շատ։ Հայկական գինեգործության հետաքրքիր ներկայացուցիչներից մեկը Վեդիալկոն ունի գինիների լայն տեսականի։ Կարմիր անապակ գինի, հագեցած համ, որը համադրվում է մսային ուտեստների հետ։ Սպիտակ անապակ գինի, թեթև մրգային բույրերով, համադրվում է ձկնեղենի եւ աղցանների հետ։ Ռոզե անապակ գինի, հավասարակշռված եւ թարմեցնող,
ամառային տարբերակ։ Եվ իհարկե զանգու, ռեզերվ կարմիր անապակ գինի յուրահատուկ պահերի համար։ Զանգու գինի նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Հոգ իսկ ռուսական երգեր լսում ես, սիրում ես, ինչ որ երգ կա, որ սենց ինքը քեզ շոր նոստալգիա այլ ժամանակները արտնասնում կամ Ռուսական շատ երգեր եմ լսում ու նոստալգիկ հատկապես կար խումբ, որը կոչվում էր Uma Thurman, շատ լավներ, ես շատ էի սիրում։ Իսկ որ երգ Uma Thurman-ը գիտեմ, Uma կարծեմ Thurman-ի հենց Uma ոնց էր մի հատ երգ կար Vovan Էս ուզում երգեմ։ Հա, չեմ կարա երգեմ, բնականաբար դու ավելի վստահ Я так ждала тебя, Vova։ Դարի վայելենք, լավ, գնանք Vovan-ին լսենք։ Լավ երգ հիշեցրեցիր։ Դեք Vova։ Դեք Vove։ Դեք Vove։ Vove, մադեք։ Я смотрю на тебя в телевизоре ты, а я на диване в городе дожди. Замыкание пах, и встали трамваи. Травма черепно-мозговая, моя любовь. Два плана коплю и к тебе доплыву, долечу, доеду. Рядом с тобой поселюсь, ты будешь рада такому соседу. Мы из России, мы из Армении, народ простой. Здорово, а ты улыбнешься и скажешь мне: я так ждала тебя, Вова. 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 Խաղարկային երգ, դրա համար եմ Так ждала тебя, Вова. Я 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 так ждала тебя, Вова. Panda motor tip Panda տիպ, որովհետև հասանք Panda Motors դրա համար։ Գոգ ջան, մենք ունենք քեզ էլի նվեր, մեր հաղորդման գործընկեր Panda Motors-ի կողմից, որը ներկայացնում է Dongfeng ավտոմեքենաները, որով եւ մենք երթևեկում ենք անվտանգ, արագ, հիբրիդ էլեկտրական բոմբ մեքենա, ունեն տարբեր տեսականներ, ամեն ինչ ունեն, բեռնատարներ, մոպեդներ, ինչ ասես չունեն, եւ ունեն նվեր քեզ համար, այս հրաշալի նվեր քարտը ներսում է գտնվում 1 միլիոն դրամի դիսկաունտ ունես, երբ որ կորոշես տեղից ինչ-որ բան գնել, 1 միլիոնի կարող ես Արդեն 1 միլիոն առաջ եմ ընկած։ Այո, 1 միլիոն առաջ ընկար, այսօր եկար մեր հաղորդման հյուրը 1 միլիոն առաջ ընկար, Գոգ ջան։ Ես սիրում եմ սենց հաղորդում։ Ու սենց մի հատ հրաշալի բանդաչոկ։ Այս աստատ երեխես տղես փուճուրես մեռնում ասես բաների համար։ Նենց որ կտանը կնվիրեք խաղալիքների գնաց էս իրա երեխեքից մեկը դառա։ Panda Motors-ի կողմից։ Շատ շնորհակալություն, լավն է, այս բանդիչոկ ու յուզի ջան։ Թորս է էլի։ Հա, էլի։ Զգուշ կտանես, մանավանդ այս մյուսը, էսի միլիոնա։ Էսի միլիոն արժի, էսի անգինա, Գոգես։ Մեծ մարդա դնվածոցը։ Շնորհակալություն Panda Motors հրաշալի մեքենայի համար ու հրաշալի նվերների համար։ Մերսի։ Իմիջայլոց սիրելի հերոստատիտողներ, Panda Motors ունի հրաշալի խաղարկություն, խաղարկում է էլեկտրոմոպեդ, շատ լավ ու յուրահատուկ նվեր է, շատ լավ յուրահատուկ խաղարկություն է։ Ծանոթանալու համար կարող եք մտնել Panda Motors-ի Instagram-յան էջ ու ծանոթանալ պայմաններին ու հասկանալ թե ինչպես կարող եք ունենալ այդ հրաշք էլեկտրոմոպեդը։ Panda Motors ընկերությունը հանդիսանում է Հայաստանում Dongfeng կոմերցիոն մեքենաների եւ Yadea էլեկտրական մոպեդների պաշտոնական ներկայացուցիչը։ Dongfeng-ը Չինաստանի ամենախոշոր պետական ավտոարտադրողներից է, որն ավելի քան կես դար արտադրում է հուսալի եւ ժամանակակից կոմերցիոն մեքենաներ, որոնք օգտագործվում են աշխարհի 87 երկրներում։ Panda Motors-ը հայկական եւ վրացական շուկաներում ներկայացնում է Dongfeng բեռնատարների եւ կոմերցիոն ավտոմեքենաների լայն տեսականի բիզնեսի տարբեր կարիքների համար։ Եվ Yadea ընկերությունը աշխարհում էլեկտրական սկուտերների առաջատար արտադրողներից մեկը, որը համադրում է ժամանակակից տեխնոլոգիաները, էներգախնայողությունը եւ քաղաքային շարժունակությունը։ Գոգ ջան, մենք խաղում ենք Շտով Չորնեմ Յաշիկե Երևան մոբայլի հետ, ինչ է ստեվ արկղում։ Ես քեզ հարցեր եմ տալիս, դու փորձում ես պատասխանել, թե ինչ է այնտեղ գտնվում։ Գնացինք։ Սա մի բան է, որը շատ տղամարդիկ ունեն, բայց ոչ բոլորն են արժանի դրան։
Ինչ է սա։ Դա բան կարամ ասեմ արժանապատվություն։ Կարաս, բայց դժվար է արժանապատվություն, բայց կարող է արժանապատվությունը լինի Սենց ավես ասել։ Ինչ ձև է, ինչ տեսք ունի արժանապատվությունը։ Շատ լավ, արի շարունակենք։ Արժանապատվություն ոչ։ Սա երբ կա, մարդիկ քեզ ավելի լուրջ են ընդունում, իսկ երբ չկա, ասում են դու դեռ երեխա ես։ Սխալ բան եմ ասում, թերաշ խոսքի։ Չէ խոսքի, բայց չէ, բնականաբար չէ, թերաշով լուրջ ընդունելու դրա հետ вообще կապված չի։ Իրականում Արի շարունակենք։ Երեխա չերեխայի հարցը։ Նոր տարուն էլի, նոր տարուն կա որ տնեցքին խնդսնում ես դրանով։ Նոր տարուն դրանով խնդսնում ես։ Հա։ Լուրջ։ Կարա լինի։ Որ մի հատ խնդսնում ես, հետո արդեն ասում ես դե լավ, всё։ Էլի մտնում ես այնտեղ որտեղ պետք է։ Էդի անելու համար։ Ինչ երես ասում։ Այնպես կապ ունի քո հետ։ Երկար տարիներ քո հետ կապ ունեցել։ Մի քանի սեզոն։ Սեզոն։ Բեղ։ Չէ՞ խոսքի։ Բեղ։ Հա։ Լուրջ ես։ Որտե՞վ որ ասացի թրաշ, է։ Տանկապաս, խորացա խիբերի թրաշ լինի մեջ, որտեվ ես երկրորդից գուշակել էի, որ բեղ է, բայց ինչ պիտի բեղ լինի։ Յատել ունենք էլի բեղ է։ Բեղ ամեն։ Որով դու դառնում ես Տամարայի ամուսինը։ Ես երկրորդից այսինքն գուշակել էի, պրոստը թրաշ էր, ասեն դրա վրա ասել մոտիկ է։ Խիբի բացեմ մեջս թրաշ լինի, կամ բան։ Բեղ, երկար տարիներ զենց ես ապրել։ Մի հատ կարաս մուշեղ անես այս թրաշով հիմա։ Ոնց օպերացիոն։ Ոնց դու ասա։ Օր մերնում եմ մուշեղի պերսոնաժ։ Մերնում եմ ապե ուշքս գնում։ Դու ինքդ ես խառն ամիշ։ Չէ, որ Յոր, չէ։ Այո, բեղ էր պահված, սիրելի հեռուստադիտողներ։ Արա բեղ պահեմ։ Խնդրում ենք դու վերադարձիր էկրան էլի բեղով։ Այս որտեղից է կարա բեղատնից։ Բեղագործը սարքել այս բեղագործական հիմնարկներից եկել։ Մարդիկ սովորում դառնում են բեղագործ։ Շատ ապրես ի վերջո դու գուշակեցիր, եղել է որ նոր տարում, բայց այն որ ասես մի հատ թրաշորուց ես եղել, որ ասես մի հատ բեղերով տեսեք երեխեքին մի հատ Հիտլեր է զարմել Հիտլեր։ Էլենա խնդսնես հետո էլի շարժել։ Բայց եղել է որ ես վերջի երկու անգամը, այսինքն ֆիլմի ժամանակ ես բեղ եմ թողել իսկական եւ Ամերիկայում մենք համերգ են գնացել, ես բեղով էի։ Հա, իսկական։ Ռիփսիմեն կինս կոնկրետ դեմեր է դրան, որովհետեւ ինքը ասում էր ես չի դզում որ ես Մարիոյի հետ եմ ապրում։ Մարիոյի հետ տենց բաներ ես մի քիչ որ սևեմ, բայց հերվից եկել կտեսան աերոպորտում լացում էին, ես գորը Հակոբյանը ծարեց, ոնց որ հնդիկ ոստիկան եմ, ես։ Ինչ ասես արին է, միջև հասանք Ամերիկա։ Դեռ գնացիք Universal Studios ընդեղ Մարիոյի բանկա, չէ՞, բսանքա։ Շատ լավ, պարոն Մարիո, գնանք մի քիչ էլ երգենք։ Գնանք։ Այնուհանդերձ մտնելով, թալանելով։ Գնացինք։ Շարունակում ենք ճանապարհը արդեն մուշեղի հետ գնացինք։ Արդեն 15 տարի է Երևան Մոբայլը հանդիսանում է որակյալ էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի հուսալի ուղեկիցը Հայաստանում։ Երևան Մոբայլի սրահներում պլանշետների եւ սմարթֆոնների լայն ընտրությունը համալրված է տան համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Այս ընկերությունը երաշխավորում է լավագույն գին որակ համադրությունը, յուրաքանչյուր հաճախորդին պրոֆեսիոնալ մոտեցում եւ իհարկե ճկուն ապարիկ համակարգ ձեր գնումները ավելի հաճելի դարձնելու համար։ Ես առաջարկում եմ մի հատ երգ, որը որ արտասահմանյանական է։ Արտասահման։ Շատ երգեր եմ տենց ասենք լսում։ Ասենք մեկը ցես տեսնես, ես կողքից Hit the road, Jack. Don't come back. Ashkere փակշում է։ Hit the road, Jack. Don't come back no more. What you say? Այդպես բաներ եմ անում, մեկ ռուլի վրա։ Բայց մեկ ashkere երկը չեմ երկում ռուլին շատ, որովհետև ղեկին որ այդ երկից կարող ավարիա տաս։ Մեկը լասեն կարող է լսեմ բան Whitney Houston. Wow. I have nothing. Սիրում ես այդ գործը։ Կարաս երգես։ Don't make me close my door. I don't wanna hold anymore. Stay in my arms if you dare. Երկենք այդ երգը։ Давай. Երգենք։ If you're there, my son.
Nothing. Ծննդա վերում ենք։ Էսի պետք է բանը ֆարցետ երկես ուժ Ահա, շատ դժվար։ Որտեղ մեր տոնը չի էսի, մեր տոնը չի։ Մեր տոնը ո՞րն է, բա, Վարդան։ Մեր տոնը Գնաց։ Feels the truth right in the heart of me. You break down my walls. Oh my Շատ լավ երգ չի եղել, ափսոս։ Դավնա Գոկոր։ Գրիգոր Հյուստոն։ Գրիգնի։ I don't wanna need to look very much farther. I don't wanna have to go where you don't follow. I don't hold back again. Grazie, che non la fa ancora. You care. Don't walk away from me. This is seriously Yerevani. Don't walk away from me. Listen, I have nothing. In my nose. Kırpınatsi. Ora, şanaq չգնեցա երկում չես կարող ինձ երկես կրդնցնող Շատ ուժեղ է ախշը։ երկում։ Դե ես պարզա, չէ՞ որ մենք էսի մեր տոնը չի։ Արա ինչ լավ է, չէ՞ որ ինքը Մեր չկա ու չի տոնալություն։ տենում ես։ Որ ելույթ է իմում։ Ասեք պատահական ինքը, բայց ինքը երկնքից է, հիմա տեսնում ես ամեն ինչը։ Գոնե Ուզում է հետ գա։ Նայ, ինքը որ սաղ լիներ, ասենք կենթանի լիներ, YouTube-ում դժվար հանդիպեր այս հաղորդմանը։ Բայց վերևից հաստատ տենում։ կոնկրետս նայեմ ու Ինքը վերևից տենում է, բայց չի ուրախանում ես դե դեպքն է։ Ես անը Ես Անդրեվա գալու։ ու դա դեռ հարց է դա։ Ու Անդրեվա գալի։ Միացած ամբերը գորում ես։ Ու Անդրեվա գալի։ Մոխորը։ Հեսա իդեա ունենք, որ բան անենք։ Ֆուլաուս երկուսն ենք հեսա ուզում անենք։